Սա այլընտրանք էր այն լուծումների, որ մենք հրապարակում լսում ենք։ Պաշտոնյաների մասին ես շատ հակված չեմ խոսել, որովհետև անցողիկ են դրանք։ Բոլոր իշխանությունները միշտ ուզում են ցույց տան ինչքան լավ են, ինչ հոգատար են, էապես նվազող ծնելիությունը։ Մահացության աճ ավելի քան 15%-ով նվազել են ամուսնությունների թիվը։ Կենսաթոշակների աճը եղել է 15-20%, մինչդեռ գնաճը եղել է գոնե 35%։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր հյուրը 1994-ից 98 թվականների Կենտրոնական բանկի նախագահ, այսօր արդեն Garni Invest վարկային կազմակերպության խորհրդի նախագահ, ինչպես նաև դասախոս Բագրատ Ասատրյանն է։ Բարև ձեզ, պարոն Ասատրյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Ասատրյան, մեր տնտեսության մեջ ամեն օր հիշարժան կարևոր երևույթներ են կատարվում, կան նաև ոլորտներ, որոնց մասին ընդհանրապես չի խոսվում, չի հիշատակվում։ Ուզում եմ, որ մեր այս հարցազրույցի ընթացքում ընդհանուր հասկանանք, որտեղ ենք մենք հասել, ինչ տնտեսություն ունենք, ինչ ռիսկեր ունենք արդյոք ձեռքբերումներ նախորդ տարիներին, թե հետընթացներ են։ Եվ առաջինը բնականաբար կուզեի խոսեինք Թրամփի ուղուց, որի մասին շատ խոսվեց վերջին 2 օրերին։ Ինչ է մեզ տալու այս ծրագիրը, հայտարարվեց, որ ստեղծվում է ընկերություն, որը կոչվելու է TRIPS զարգացման ընկերություն, 49 տարի ժամկետով այս ընկերությանը կտրվի ճանապարհի զարգացման պատասխանատվությունը եւ որի վերահսկիչ փաթեթը բաժնեմասը Միացյալ Նահանգներին կլինի 74%, 26%-ը կմնա Հայաստանին։ Եթե պարզ լեզվով ասենք մեզ դիտողներին, ինչ է սա տալու Հայաստանին։ Նախ երկու խոսք ընդհանուր, իհարկե զարգացումներ կան, մի բայց, մի անհանգստություն, որ բոլոր զարգացումները կամ զարգացումների զգալի մասը պայմանավորված է դրսի գործոններով։ Ընդորում եւ դրական, եւ վատական էս ամեն ինչ ունենք, եւ այսօր եկե հասել ենք մի կետի, որտեղ ամեն ինչ շատ ավելի խիստ է դառնում այդ դրսի գործոնները։ Եւ այդ խիստ գործոններից մեկի դրսևորումներից մեկը դառնում է այս նախագիծը, որը կյանքի է կոչվել։ Այս հարցին իմ սկզբունքները ես վաղուց եմ հրապարակում ասել։ Հայաստանը պետք է բացվի աշխարհի առջև ճանապարհներ, կոմունիկացիաներ եւ այլ, առանց բացվելու մենք ապագա չունենք։ Հայաստանը բացվելուց առաջ պետք է լուծել այն խնդիրները, այն հիմնարար խնդիրները, որոնց հետ բախվեցինք 90-ականների, դա խաղաղություն, հարևանների հետ համագործակցություն եւ այլ։ Ինչևէ, եկել են կոնկրետ այս իրավիճակին ենք հասել եւ երբ որ խոսում ենք այս կոնկրետ նախագծի մասին, ես ասում եմ, եկեք երկու տեսանկյունից այս խնդրին անդրադառնանք։ Առաջինը որն է այս լուծումների ելակետը։ Եվ երկրորդը որն է այլընտրանքը, ինչ կարող է լինել։ Ես իմ դիրքորոշումը պարզ է եւ այսպես շատ ցավոտ է այս դիրքորոշումը, բայց ես իրապես ենք եւ պետք է իրականությունը գնահատենք։ Այս զարգացումների, այս վերջի զարգացումների ելակետը եղել է պարտությունը, ջախջախիչ պարտությունը, որ մենք գրեցինք, ասենք, այդ 20 թվականին։ Ես շղթայի ուղղակի շարունակություններ, դրա հիմքերի, պատճառների մասին չեմ խոսել, դա երկարատև գործընթացի արդյունք էր։ Հիմա ես ուզում եմ հիշեցնել, որ սա այլընտրանք էր այն լուծումների, որ մենք հրապարակում լսում ենք։ Զանգեզուրի միջանցք, ընդորում Զանգեզուրի միջանցքը դա այսպես խաղաղության քողի տակ էր ներկայացում, բայց ուղեկցվում էր միշտ Ադրբեջանի այսպես ռազմատեչ հայտարարություններով եւ նաեւ գործողություններով։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այսօր էլ, եթե Հայաստանի քարտեզը դնենք մեր առաջ, Ադրբեջանը մի տարածքում է դիրքավորվել, որից ամենակարճ ռազմական ճանապարհը կարող էր հասա Նախճիվանի հետ ունենալ։ Այս վիճակում իմ կարծիքով սա այսպես ինչ ասեմ, լավագույնն էր, որովհետև եթե այլընտրանքի մասին խոսենք, այլընտրանքը Ադրբեջանը չէր թաքցնում, հրապարակում էր, ասում էր, եթե չհամաձայնեք, մենք գնալու ենք ռազմական ճանապարհով այս խնդիրը լուծելու։ Հիմա նախագիծը, որի մասին, արդյունավետության մասին շատ վաղ է խոսել, որովհետև առայժմ սա ընդհանրապես Ադրբեջանը Նախճիվանի հետ կապող, մեր համար ոչ շատ ցավոտ տարբերակով կապող միջոց է լինելու։ Այն լուծումները, որ ամերիկացիները եւ մասնավորապես Տրամփը առաջարկել են, այնտեղ այսպես ոնց որ մեզ բարոյական օժանդակություն արվի Հայաստանի Հանրապետությանը, այդ սպառնալիքները ռազմական, այս այնա ոնց որ չեզոքացնի կամ նվազեցնի։
Առայժմ սա է բազմաթիվ հարցեր կա, որոնց պատասխանները ուղղակի չկան։ Տարական հարցեր կան։ Իհարկե, ապագայի տեսանկյունից ես հուսով եմ, որ այն ինչի մասին խոսում են, որ սա լինելու է իրական ճանապարհ, հա, կապող երկրները, ասիական հատվածը, Թուրքիայով, Եվրոպա եւ այլն, ես հույս ունեմ, որ սա լինելու է, բայց դեռ վաղ է խոսել, որովհետեւ գործարկողները ընթացքի մեջ այս խնդիրները պետք է լուծվեն եւ այս լուծումները հնարավոր կլինեն միայն իրական խաղաղության հաստատման։ Չմոռանանք, որ Թուրքիայի հետ մենք դեռ հարաբերություններ չունենք։ Էլի հարցեր կան, բազմաթիվ են հարցեր։ Մենք անգամ չգիտենք, օրինակ Հայաստանը այդ ճանապարհից օգտվելու է թե չէ։ Իհարկե մենք գիտենք, որ մենք ունենք հարավ, հա, որը, ասա, շատ բաժանված է կենտրոնական հատվածից Հայաստանի եւ ամենահարմար ճանապարհը միշտ էլ հրամանով Նախճիվանի տարածքով։ Հիմա մենք այդ ճանապարհով երասխով օգտվելու ենք այդ հնարավորություններից թե չէ։ Եվ հաջորդը, որը ավելի կարևոր հարց է, այդ ճանապարհով մենք հնարավորություն կունենանք Ադրբեջանով դուրս գալ երկաթուղով, ասենք Պարսկաստան կամ ասենք Հյուսիս Ռուսաստան եւ այլն, բոլոր հարցերը կարծում եմ պետք է դրվեն եւ լուծվեն, բայց ամեն դեպքում այսպես օբյեկտիվ եթե լինենք, այս իրավիճակում իմ կարծիքով դա այսպես օպտիմալ չեմ ասի լավագույնը, բայց օպտիմալ տարբերակներ, որովհետեւ այն սպառնալիքները, որոնց մասին խոսեցինք, շատ ավելի մեծ էին։ Տնտեսական բովանդակության մասին, գիտեք, այստեղ կարևորը որ լինի հնարավորություն։ Առաջնայինը սա է։ Ինչ հնարավորություններ։ Հնարավորություն, ասա, այդ հաղորդակցվելու հնարավորություն։ Ապաշրջափակում։ Այո, հենց սրա մասն է խոսքը, առաջի քայլը լինելու, առաջի քայլը։ Սա դեռ ապաշրջափակում չէ, բայց արդեն դրա հնարավորությունն է։ Եվ նորմալ զարգացումների պարագայում ես հուսով եմ, որ այդ բանը կլինի։ Սա է հիմնականում տնտեսական, ասենք, արդյունավետություն եւ այլ բովանդակություն ուղղակի անիմաստ է խոսել, որովհետեւ մենք չենք որոշում։ Առաջին շրջանում Ադրբեջանն է որոշելու ինչքան ապրանքներ է այդ ճանապարհով, ասա, Նախճիվան տեղափոխելու կամ արդյոք խնդիր դնել է ճանապարհը օգտագործի ավելի երկար, հա, բաների ծրագրերի համար։ Իշխանության ներկայացուցիչները արդեն հասցրել են մի քանի հարցազրույցներ տալ ու ասել, որ չնայած Հայաստանի բաժնեմասը 26% է լինելու, սակայն ռազմավարական որոշումներ կայացնելիս Հայաստանի ձայնը լսվելու է եւ այլն, եւ ընդհանրապես տպավորություն է, որ այս փաստաթուղթը, այս ծրագիրը փորձում է ներկայացվել առավել շատ որպես տնտեսական ներդրումային ծրագիր, քան քաղաքական։ Դուք լսել եք այդ տեսակետները ու դուք ինչ տեսակետ ունեք։ Ընդհանուր առմամբ լսել եմ, տեղյակ եմ ինչ դիրքորոշումն ու բոլոր իշխանությունները այդպես են էլի, ուզում են լավը տեսնել չխորանալու մեջը, ինքը դա տեխնիկական լուծումներ են։ Տեխնիկական լուծումներ են, այստեղ լավը այնա, որ չեզոք կողմ կա, որը որոշիչ դեր ունենալու է եւ որը անվտանգության կարևոր երաշխիքներից եւ աշխատեցնելու կարևոր երաշխիքներից մեկն ալնելու։ Բիզնես առումով դեռ հայտնի չէ 25%-ը ինչ է, 70-ը ինչ է։ Եթե կայուն գործի այս ծրագիրը, ես կարծում եմ Հայաստանը անկախ այդ մասնաբաժնից, որովհետև այդտեղ ընդհանրապես ինչքան ներդրում անել, ինչքան կոնկրետ գործարքից եկամուտ ստանալ։ Մենք ավելի լայն, ավելի մեծ ակնկալիքներ պետք է ունենանք նման այդ եւ նման լուծումներից եւ պետք է մենք գնանք ապաշրջափակման։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ես այն հատվածների ներկայացնում քաղաքական դաշտում, որը ասում էր գնանք խաղաղության, գնանք ճանապարհները բացելու, որովհետեւ ապագա չունենք, վերջը վատն է լինելու։ Հա, մենք հասել ենք այս վիճակից էլ մենք ելքեր պետք է որոնենք։ Իսկ բուն ասենք այդ արդյունավետությունը արդեն պայմանավորված է լինելու բացի ամերիկացիների բարի կամքից, եթե ոչ այդ կոնկրետ հասնավորության Թրամփի բարի կամքի դրսևորումներից, նաև նրանից թե ինչ է իրենց Հայաստանը ներկայացնելու։ Եթե մնալու ենք այս մակարդակի, ասենք, համեմատական իմաստով, տեսեք, Ադրբեջանը արդեն գործոն ուժադար է տնտեսական զուտ իմաստով այս տարածաշրջանում։ Արդեն հաշվի են նստում Ադրբեջանի հետ, ելնելով են իրական հնարավորություններից, որ ունի Ադրբեջանը։ Գազնա, նավթն, եւ այլն։ Արդեն լուրջ գործոն է այս տարածաշրջանում։ Հիմա Հայաստանը ոտքի կարող է կանգնել այս ժամանակահատվածում, թե չէ։ Եթե կանգնեց, ուրեմն այս ծրագիրն էլ եւ մնացած ծրագրերը կունենան իմաստ, բովանդակություն, հեռանկար։ Եթե չէ, եթե ընդհանրապես այսպես ամերիկացիների պասով 1-2 գործարք պետք է արվի, լավ բան չի սպասում։ Բայց ես բանեմ, այս հարցերում
այսպես օպտիմիստ եմ, ուզում եմ այդպեսին լինել, ուզում եմ մտածել, որ այս իշխանություններն էլ կհասկանան, ոչ թե գիտեք, հասկանալի է իշխանությունը ուզում է իր մասին լավ մտածել, բայց իրական խնդիրները պետք է դնեն, գնահատեն եւ նաեւ իրական հարաբերությունները, որովհետեւ այն ինչ որ արվում է լավ բան, իսկ լավ բաներ անպայման եղել են, դա չի որ միայն վատն են կամ միայն ասա լավն են իշխանությունները։ Այո, բավականին դրական բաներ կա, բայց այդ դրականը, հենց այդ դրականն է Հայաստանին։ Բացասական արդեն, այսպես, քաղաքական հատվածը իշխանությունների խղճի վրա։ Ժամշուտ պետք է կողմնորոշվեն ճիշտ վճիռ կայացնելու։ Իսկ ճիշտ վճիռները այս իմաստով հետեւյալն է, որ ճիշտ գնահատվի ներուժը, խնդիրները, որոնք պետք է լուծում ստանան եւ այդ ճանապարհը հետեւողական գնան, ոչ թե այսպես գովեն իրար, չգիտեմ, պարտիաներ տան եւ այլն։ Այսինքն կարող ենք ամփոփել, որ սա առաջին հերթին եւ մեծապես քաղաքական ծրագիր է։ Բարոյական քաղաքական, ես կասեմ, ամերիկացիների մասնակցությունը, այստեղ զուտ բարոյական, այստեղ տեսնեք Տրամպը ինչ-որ մեջը ներքին բաներ կա, ինքը ուզում է խաղարար, իբրև հանդես գա, իրական քայլեր անում է եւ այս հատվածում էլ այդ գործոնը ավելի մեծ է, քան տնտեսական բովանդակությունների ստուծումների։ Հետագան գուցե ավելի լավ լինի։ Այո, քաղաքական, բայց նաև բարոյական ինչ-որ բանով, քաղաքականը չեմ ուզում ասեմ, որտեղ այդտեղ ավելի մեծ ռիսկեր կան, քան այսպես լուծումներ, սպասումներ, տեսեք, շատ չեմ ուզում ծավալվել, բայց Ռուսաստանի խանդոտ վերաբերմունքը եւ հարցեր սա հետ կապված։ Իմ հաջորդ հարցը հենց դրան էր վերաբերում։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք, Պարսկաստանի խնդիրը։ Պարսկաստանը շատ ավելի ագրեսիվ խանդոտը Ռուսաստանին է վերաբերում զուսպ է դեռ, բայց վաղ այսօր կխոսի կոնկրետ խնդիրներ կդնի, մանավանդ ձերքին լծակներ կա։ Պարսկաստանը, գիտեք, տեսնում եք, ուղղակի վիրավորական է համարում նմանատիպ լուծումների արկայությունը։ Այս հարցերի իհարկե այսինքն մեր հարաբերություններին եւ ես չեմ ուզում զրույցը շատ քաղաքական առումով տանել, բայց չենք կարող խուսափել, որովհետեւ սա ներկայացում է որպես տնտեսական, բայց իրականում քաղաքական ենթատեքստով է։ Մեր տնտեսական հարաբերությունները ԵԱՏՄ-ի, Ռուսաստանի, Իրանի հետ վտանգվում են սրանով, թե չէ ձեր կարծիքով։ Սպառնալիքներ կան, կախված այն լուծումներից, ինչպիսին եւ նաեւ իհարկե այն զարգացումներին։ Տեսեք, ընդհանրապես 2 շաբաթ առաջ կամ տարեվերջին մենք չունեինք այն իրավիճակը, որը այսօր արկա է Պարսկաստանում։ Այսօր բան, ուղղակի գերաստիճան սրված, լարված են ԱՄՆ Պարսկաստան հարաբերությունները։ Ժամ-ժամի վրա իրադարձություններ են տեղի ունենում։ Ասենք այսօր գիշերը ինչ որ բաներ եղավ, որ հույս ներշնչեց, որ մի քիչ ավելի զուսպ են զարգացումները լինելու։ Միջև այդ շատ չոր Տրամպը հայտարարել էր, եթե սենց անեք, ապա սենց կանենք, հա, ընդ որում խոսքը ռազմական միջամտության մասին է։ Գիշերվանից ես տեսա այդ բանը Տրամպի, այսպես կարծես Պարսկաստանի իշխանությունները հասկացան ինչ խնդիրների առաջ եւ ժողովրդի դեմ ուժ չեն կիրառում։ Բայց կարծես, եթե համոզվենք, ապա մենք եւ այլ, բայց դրան հետևում են էլի իրական գործողություններ են այսօր ընթանում։ Հասա բանը Միացյալ Նահանգները այս տարածաշրջան բավականին ուժեր են կենտրոնացնում։ Ամեն օր ինչ որ ինֆորմացիաներ գալիս է։ Այսինքն sense իրավիճակ է, շատ բարդ իրավիճակ է եւ այս բան տնտեսական բովանդակությունը անգամ մոռացում է։ Երկրորդ պլան է մտնում։ Երկրորդ պլանն է, որովհետեւ կախված ԱՄՆ Պարսկաստան։ Հիմա սրան հետևելու է հաստատ հետևելու է Ռուսաստանի արձագանքը եւ ռուսներն բնականաբար իրենց շահերից ելնելով նաեւ այս խնդրին են անդրադառնալ այս Տրամպի ուղում։ Եվ գուցե այն աստիճան սրեն, չեմ ուզում վատը կանխատեսեմ, բայց քաղաքական իրավիճակով պայմանավորված անորոշությունը շատ մեծ է։ Ռիսկերը շատ մեծացել են։ Հուսանք կկարգավորվի, կհանդարտվի եւ այլ։ Բայց մենք բարդ իրավիճակում են գտնվում նաև այս նախագծի տեսանկյունից, իրագործման տեսանկյունից։ Պարոն Ասատրյան, իսկ դուք հետևում եք մեր իշխանությունների տնտեսական բլոկի պատասխանատուների վարքագծին եւ այս իրավիճակում իրենք ճիշտ են արձագանքում, ինչ դիրքորոշում ունեն։ Ճիշտ ասած, ես ավելի շատ նայում եմ փաստաթղթեր եւ կատարողականներ, ասենք ես միշտ ասենք այսօր էլ եկել եմ, ասենք վերել եմ ծրագիրը այս բականի միջև, ասեմ միջին ժամկետ զարգացման ծրագիրը, այն ինչ որ կատարվել է, ես գիտեք, պաշտոնյաների մասին ես շատ հակված չեմ խոսել, որովհետեւ անցողիկ են դրանք։
լավն էլ անցողիկ, վատն էլ, իսկ այնտեղ ակնհայտ է, կառավարության մեջ էլ կա լավ հատված կա, օրինակ ես միշտ ասել եմ, նաև համարում եմ, որ ես էլ այդտեղ մասնակցություն ունեցել եմ, ֆինանսական հատվածը բավականին զուսպ, բավականին, այսպես, նաև կարող արդյունավետ գործունեության տեսանկյունից։ Միշտեր ասենք, այն քաղաքականացված հատված մտնողները այնտեղ կներես հեչ սրտովս չեմ էլ ուզում խոսել, չեմ էլ ուզում լսել, անուններն էլ չեմ ուզում լսել, իրենց ասածներն էլ չեմ ուզում անդրադառնալ, որովհետև դա շոուներ են ընդամենը։ Իրողությունը նա ինչ որ կա։ Իրողությունը նա առաջի իրողությունը նա որ դրական իմաստով որ ինչ որ զարգացումներ եղել են, բայց երկրորդը որ ավելի այսպես վտանգավոր է որ մեծագույն ռիսկերի առաջ են կանգնած եւ այդ զարգացումները զուտ տնտեսական ռիսկային են, որը մեկը չի կարող պնդել որ զարգացումները ինչ որ եղել են միջև հիմա եղել է դրական ինչ որ բաներ եղել է շարունակական են, վերարտադրվող են կրկին հենց պայմանավորված այդ արտաքին գործոններով։ Մի պարզ օրինակ ասեմ, ռուս-ուկրաինական պատերազմը ինքնին իհարկե արհավիրք է, բայց ժամանակավորապես նենց ներուժ ստեղծեց Հայաստանի տնտեսության համար, որ զարմացած միջև հիմա զարմացած նայում եք։ Ընդհանուր սա շարունակվում է, մարում է իհարկե, բայց շարունակվում է։ Ով սպասել որ բան ասա այդ հակասությունը, որը այսպեսի շատ սարսափելի մի բան է, նաև մեր շահերի տեսանկյունից նման դրական արդյունքների կհանգեցներ Հայաստանը, բայց եղավ։ Մեր ներքին տնտեսական իրավիճակից ցուցանիշներից կհասցնենք դեռ խոսել, բայց մինչ այդ Իրանի մասով կուզեի մի քիչ ավելի մանրամասն լսել զուտ Իրանում կատարվող իրադարձությունները, հաշվի առնելով մեր եւ Իրանի տնտեսական հարաբերությունները, այսօր ինչն է առավել շատ վտանգի տակ, ինչ ռիսկեր կան։ Տեսեք, Իրանը մեր համար մեծ չէ իհարկե, բայց հուսալի գործընկեր է տնտեսական իմաստով, հա, այդ հուսալիության մեջ մի կարևոր բան էլ կա, որ այն ինչ մենք չենք կարողանում այլ շուկաներից, այլ օղակներից ունենալ, մենք Իրանի միջոցով ենք այս հարցերը լուծում։ Սկսած խոսենք արտահանման մասին, խոսենք ներմուծման մասին, արտահանման ծավալները համեմատաբար ասած մեծ չի, մոտ 100 միլիոն։ Հիմնականում էլեկտրոէներգիան։ Բայց դա անվտանգության կարևորագույն խնդիրներից մեկն է, էներգո համակարգի անվտանգ գործունեության կարևորագույն խնդիրներից մեկն է լուծում։ Մենք փոքր, նեղ, փոքր համակարգ ենք եւ մենք այո, եւ Վրաստանի հետ եւ Իրանի հետ այդ խնդիրները պետք է կարողանանք շարունակել, որ ուղղակի անվտանգությունը ապահովել ամբողջ մեր էներգո համակարգի բանի ներմուծման տեսանկյունից էլի 4-5 ասենք մաքսիմում 600-700 միլիոն դոլարի մասն է խոսքը, բայց մենք Իրանից կարողանում ենք ստանալ այն ինչ որ այլ աղբյուրներից, ու հիմնականում մեր գործընկերես իմաստով իհարկե Ռուսաստանն է, մենք կարողանում ենք դա ստանալ։ Տարբեր տնտեսական կենցաղային ապրանքներ, այո, քիմիան այս այնա, որը շատ դժվար է ուրիշ աղբյուրներից եւ կամ եթե խնդիրներ են առաջ գալի, միշտ այլընտրանքը մեր կողքը կա։ Դե գումարած նաեւ բանը, որ այդ հաղորդակցման Իրանի միջոցով մենք դուրս են գալի Պարսից ծոց այնտեղ, չգիտեմ, արաբական աշխարհ։ Որպես տարանցիկ երկիր մեզ համար, իսկ այս իրավիճակում կարող է այնպես ստացվել, որ ինչպես եղավ Ռուսաստանի դեպքում, որ մենք դառնանք տարանցիկ երկիր Իրանի համար։ Վերարտահանումներ անենք։ Շատ ցանկալի է, էլի, գիտեք, մենք պետք է կարողանանք մեզ այդ խոսում են ինչ-որ խաղաղության ծրագրի մասին, ես կողմ եմ այդ բոլոր ծրագրերին, բայց բերեք իրական բովանդակություն տանք, իրական շահագրգռվածություն, իրական լուծումներ եւ ըստ այդմ իրական բովանդակություն։ Եթե դառնանք իհարկե դա Հայաստանի պես փոքր տնտեսության համար եւ փրկությունը եւ զարգացման երաշխիք է։ Հյուսիս, հարավ, արևմուտք, արևելք, այս եթե կարողանանք այդ հանգույցները, որոնց հիմա էլ ինչ որ բարեր լուծում են, բայց դա քաղաքական իրավիճակը մի քիչ շատ բարդ է։ Ժամանակը ցույց կտա։ Գալով մեր տնտեսական ներքին արդեն իրավիճակին, մեր ցուցանիշներին 11 ամսվա տվյալները կար, տնտեսական ակտիվության ցուցանիշի 8%-ի, մոտ 8% էր։ Սա գոհացնող ցուցանիշ է եւ ըստ ձեզ որքանով է մեր Հայաստանի տնտեսության իրական պատկերը ցույց տալիս։ Նախ սկսենք այդ նրանից, որ իբրև ցուցանիշ լավն է, 8-3-11 ամսով տնտեսական ակտիվության ցուցանիշը դա լավն է։ Լավ, կարծում եմ այս հենքով տարին ավարտվել է
բանը հնայի աճը կկազմի 6.5-7%, մոտարապես 7%։ Սա լավ է։ Լավ է մի շարք իմաստերով։ Նախ ասենք, որ 7% աճը դա իհարկե լավ բան է եւ շատ երկրներ այս տիպի աճ չեն կարող ունենալ։ Լավ է հաջորդը այն առումով, որ ծրագրայինից ավելի բարձր տնտեսական աճ է։ Մեզ ձեռքի տակ հատուկ վերցրեցի միջին ժամկետ զարգացման ծրագիրը, 2025 թվականի համար անցած տարվա նախորդ տարվայից հաստատված ծրագրի համաձայն սպասվող տնտեսական աճը, այստեղ միջազգային մասնագիտական հանրությունը, արժույթի միջազգային հիմնադրամ, համաշխարհային բանկ այս գնահատման մեջ մասնակցություն ունեցել էր։ Ծրագրավորում է ընդամենը 5.1%։ Իհարկե մոտ շուրջ 2% կամ 1.5-2% հավելյալ աճը դա լրացիչ պոտենցիալ։ Դե կառավարությունն ասում է, որ մեր աճի իրական պոտենցիալը 5%-ի շրջանակներում։ Մեր աճի իրական պոտենցիալը ես անգամ 5-ն եմ կասկածելի համարում, այո։ Ավելի քիչ։ Ավելի քիչ, այո։ Եթե նայես ճյուղային կառուցվածքին աճի իմ խոսքերը ոնց որ բան իրականություն կդառնա։ Նույն ասենք եթե նայես թե ինչ է նախատեսում աճ ըստ ճյուղերի, տեսեք այս 25 թվականի համար նախատեսվածներ երկու շատ չեմ ուզում թվեր ասեմ, բայց փաստերը ասեմ, էլի նախատեսված էր կամ ծրագրավորում էր արդյունաբերության մեջ ունենալ 2.1% աճ, փաստացի մենք մոտ ենք դրական թվի։ Սա արդեն մեծ հաջողություն է, որովհետև նախորդ տարիների ընթացքում մենք անկում ենք ունեցել։ Այո, որովհետև վերարտահանման գործոնը դուրս էր եկել, չափազանցված արդյունաբերության հետ այնքան էլ կապ չուներ, այդ վերարտահանումը դա բան էր, ինչ որ անհատների բիզնես էր, մեր մակրո ցուցանիշների վրա։ Մտել էր մեր արդյունաբերության մեջ։ Որպես հավատացեք շատ փոքր եւ ազդեցությունը այն թվերը, որ մենք ունեցել ենք արտահանման ներմուծման ծավալների իմաստով, 1.5-2 անգամ մենք աճ ենք ունեցել մեկ տարվա ընթացքում։ Դրա էֆեկտը շատ ավելի քիչ է եղել։ Շատ ավելի քիչ է եղել, առավել եւս քիչ է եղել մեր բյուջեի եկամուտների վրա օրինակ, մեր բնակչության ասա կենսամակարդակի վրա։ Անհատները իհարկե հարստացել են, կարող է շատ են հարստացել, բայց ոչ ավել։ Այսինքն այս տեսանկյունից էլի մոտենակ։ Հիմա արդյունաբերությունը մենք այսպես ակնհայտորեն ծրագրից շեղում ունենք, վատ շեղում ունենք։ Սա լուրջ մտածելու մտորումների տեղիք է տալի։ Այս 8.3 տնտեսական ակտիվությունը ապահովել է հիմնականում, տեսեք, շինարարության բավականին բարձր, մենք շինարարությունը 20-22%-ով աճը 25 թվականի կփակենք։ Ծրագրավորված ընդամենը 8% էր։ Շինարարություն, մյուսը ծառայությունների ոլորտը։ Այս էլ 5.6 ծրագրավորված փաստացին 10 մոտարապես 11% նախնական ենք ասում, այս կրկնապատիկ մենք աճ ենք ունեցել այս երկու ոլորտներում։ Այստեղ էլ կա եւ լավը եւ այսպես անորոշը։ Իհարկե լավը, որ օրինակ չգիտեմ, շինարարության մեջ կամ ծառայությունների ոլորտում այս աճը կա, բայց համակարգային իմաստով ծրագրավորվածության իհարկե այսպես պետք է մտորել եւ եթե այս են լինելու զարգացումները մենք հասկանում ենք, որ երաշխավորված չի հետագա բարձր տեմպերով աճը։ Այստեղ իհարկե արդյունաբերության գործոնն է։ Իհարկե այստեղ մի բան էլ ասեմ, որ չլինի որ բան է։ Իմ կարծիքով այս տարիների ընթացքում երկու առավել դրական բաներն է, որ տեղի ունեցան Հայաստանում։ Մեկը ֆիսկալ հարկաբյուջետային քաղաքականության մասով, եկամուտների հավաքագրման մակարդակի աճը էական էր, եւ երկրորդը բան կոնկրետ, ասենք IT ոլորտի զարգացման տեմպերը։ Ես իմ համար գնահատեցի ինձ ընդհանուր գնահատական։ IT ոլորտը վերջի 7-8 տարիների ընթացքում աճել է իմ պատկերացմամբ, իմ գնահատմամբ, ինչքան ասեմ, շատ աճ է։ Իսկ դրսից եկած ռելոկանտների շնորհիվ թե դրսից եկած ռելոկանտների շնորհիվ թե եւ տեսեք, այդ ռելոկացիան, այդ ժամանակավոր դրական ազդեցություն թողեց, բայց ավելի շատ ոնց որ մշակութային ազդեցություն թողեց, որովհետև զգալի մասը չմնացին, գնացին, քիչ մասն է գնացել։ Բայց գործի դրվեց այն ներուժը, որ Հայաստանում կուտակված էր։ Իսկ այս IT ոլորտի համար կարևորագույնը իհարկե բանը, որակյալ մասնագետների առկայությունն է, մասնավորապես որակյալ մասնագետների։ Այս գործոնը սկսեց աշխատել եւ տեսեք մենք արդեն այս բնագավառում, այս IT բնագավառում ունենք լավ տպավորիչ մեր եթե sense կոպիտ հնայի ասա
ճյուղային կառուցվածքի դեպ հանանենք, իմ կարծիքով 5-6% արդեն բաժին անգնում է այս բանին, ասա, IT ոլորտին։ Հա, զբաղվածության տեսանկյունից բան էլի շատ գայթակղիչ ոլորտ է, վարձատրության չափը գիտեք մոտավորապես, ասենք, անցած տարվա նախորդ տարվա ցուցանիշներով։ Միջին վարձատրությունը IT ոլորտում աշխատակիցների մոտ 800-ից 900,000 դրամ։ Դա 800,000։ Առանց հարկերի։ Հա, այդ բանը, դա է, նոմինալ աշխատարարը դա է։ Շատ լավ թիվ է, շատ այս թվով մարդիկ հասա դրսներում չեն կարող աշխատեն, հա։ Սրան զուգահեռ վրա արդեն կոնկրետ գործոնով էր պայմանավորված իհարկե ֆինանսական հատվածի աճներ, ֆինանսական հատվածի Այո, բանկերը երբևէ այդքան շահույթ չեն ստացել, ինչպես վերջին 3 տարիներին։ Երբևէ այդքան չեն ստացել, այո, ճիշտ է, հա, եւ նաեւ հասկանում ենք, որ չեն ստանալու, ես իմ համար իսկ չեն ստանալու արդեն երևում է այդ միտումը, թե հենց դրա մասին էի խոսում, ես իմ համար փորձեցի հանել, թե այս տարին ոնց բանկային համակարգը կավարտի։ Տեսեք, մի հատ գտնեմ այդ թիվը հատուկ բերել էի եւ թե նախորդ միտումները եւ թե այս տարվա սպասումները։ Ուրա բանկային համակարգ։ Էսա, տեսեք, մենք օրինակ անցած տարի, նախորդ տարի տնտեսական աճը 23-ին 8.3%, 24-ին 5.9%, գալիս ենք բանկային համակարգ։ Բանկային համակարգը նախորդ տարին ուղղակի շշմեցնող համակարգի ակտիվների աճը 20%, կապիտալի աճը 25% տարվա ընթացքում։ Մի քիչ ավելի բան, ասա, զուս, բայց այդ պատկերներ նախորդ 23 թվականին եւս պարտավոր, լավ, այս երկու ցուցանիշը 25% կապիտալի աճ, այստեղ շահույթներ էլի մտնում, հա, եւ ակտիվների աճ 20%, 1/5-ով, սա ֆանտաստիկ մեծ թիվ է։ Այս տարի մենք տարին կամփոփենք, հուսով եմ, կապիտալը մոտ 7-7.5%, դա լավ, այսպես սպասում է։ Ավելի դանդաղ, բայց էլի էական թիվ։ Էական, բայց 3-4 անգամ դանդաղ։ Տեմպը ընկնում, այսինքն այս միտումը առաջիկա հետագա տարիներին եւս դրսել։ Այսինքն ինչ է կատարվել ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանում սկսված այդ ֆենոմենը, երբ որ սկսեց մարել, փողերի հոսքը, ռելոկանտների հոսքը, դրա հետևանքն է, թե այլ գործոն կա։ Մենք խոսում ենք ռելոկանտներից, բայց այստեղ մի շատ կարևոր երևույթ կա, որ ցավոք իշխանությունները ոնց որ չեն նկատել կամ նենց չեն բանանում։ Տեսեք, Ռուսաստանը միշտ մշտապես եղել է մեր Հայաստանի, մեր հայրենակիցների համար կամ Հայաստանը բնակների համար բոլոր իմաստերով դրսևորումների կարևոր դաշտ։ Գնալ, աշխատել, սեզոնային աշխատանքից սկսած մինչև այնտեղ ներժումներ։ Ես այն թվերին էլ էի ասում, հիմա էլ կասեմ, որ Ռուսաստանում ես շատ քաղաք չեմ տեսել, որտեղ մտես եւ մի 3-4 հատ, ասենք, բան հայկական անուններով, չգիտեմ, մուշ, սասուն, ռեստորան, ասաս, բան, արհեստի օբյեկտներ։ Այս բան ես իրականությունն եմ ասում, էլի տեսնենք ոչ միայն ֆիզիկապես էլ դրա մասն կարող ենք թվերով խոսել, բայց եղել է նաև միջոցների, այդ միջոցների խոսքը, որ ասում ենք, վստահաբար եմ ասում, դու կարծիքս է, գնահատականս է, բայց կարծում եմ, համոզված կարծում եմ, որ 70%-ը մեր հայրենակիցների կուտակումներն են։ Այսինքն 4-5 միլիարդ դոլար, եթե ես թվերը ճիշտ եմ հիշում, ավելի բարձր թվեր են մեր հայրենակիցների։ Դա հիմնականում մեծամասամբ մեր հայրենակիցների միջոցներն են, որոնք համարում են, որ եւ որը իրողություն է, որ Հայաստանը այս իրավիճակում, այս ընթացքում ավելի ապահով տեղ է փողի համար, կացության նաև համար, որովհետև մենք ունենք նաև այդ ներհոսք ենք ունեցել, հա, այս գործոնների տեսանկյունից իհարկե Հայաստանն է, եւ որը եթե դրսևորումն է ունեցել։ Իդեպ ես կարող եմ նաև բան բնակչության շարժերի տեսանկյունից, ես իմ համար արձանագրել էի, մենք դրական դինամիկա ունեցել ենք եւ վերջի տարին իդեպ անցած տարվա ամենահիմնական դրական գործոնը այն էր, տեսեք, մենք ունեինք Ռուսաստանից հոսք ունեինք եւ օտարներ եւ մեծամասամբ մեր հայրենակիցները այդ հոսքը ունեինք, բայց անցած տարի մենք հա այդ տարիների ընթացքում 22, 23 մինչև 24 միշտ մշտապես ունեցել ենք Հայաստանից քաղաքացիների արտագաղթ
ընդհանուր հոսքը կար, բայց արտագաղթը, որ ավելի ծավալով հաշվեկշիռը միշտ բացասական է։ Հիմա անցած տարին մենք կփակենք, հավանաբար կփակենք, ու տեսանելի է, գոնե 11 ամիսը կա, նա դեռ թիվը գտնեմ, ասեմ, էլի որ ահա, էսա մենք նախ ընդհանուր սալդոն դրականը լինելու 14.5 մոտ 15000 սպասվող, հա, չէ 11 ամսվա էս բանն է, փաստն է։ Դրանից ավելի լինելու, որտեղ մենք տարեվերջին ունենք ժամանակավոր աշխատանքի մեկնածների վերադարձ դեկտեմբերի մեծա, այսինքն 14-15000 մոտ այստեղ ունենք կավելանա, այդ թվում Հայաստանի քաղաքացիներ, որը ավելի մեծ աճի պոտենցիալ ունի, 19000 էր 11 ամիսների համար։ Դրան նախորդած տարվա ընթացքում 24 թվականին 11 ամիսների արդյունքում Հայաստանի Հանրապետությունից ելումուտքի տարբերությունը բացասական էր 12000 ոճով, իսկ վանը քաղաքացիների մասով -5000։ Սա որակական լավ տեղաշարժ է։ Այս տարիների ընթացքում մենք թերևս 17-18 թվականին ամենակարևորն է, որ Հայաստանը ավելի, այսպես ապահով, ավելի գրավիչ տեղ է։ Դա պատերազմից հետո, ռուս-ուկրաինական պատերազմից հետո եղավ, թե ընթացքում եղավ, այդ նաև այն գործոնները, որ այսպես զուտ մեր այնտեղ ապրող նախկին Հայաստանի քաղաքացիներին կամ հայազգի ասա քաղաքացիներին Ռուսաստանը վտանգներ են, սպառնալիքները զորակոչվել, եսիմինչ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այո, ինչը ստիպեց բայց այդտեղ ֆինանսա-տնտեսականը կա, որովհետեւ տեսեք, Ռուսաստանը բավականին գրավիչ է եղել տնտեսական իմաստով եւ թե աշխատանքի իմաստով այդ սեզոնային աշխատողներ, բայց նաեւ ներումների համար։ Այդտեղ լայն դաշտեր եւ այլը, այդ գրավչությունը Ռուսաստանը այս տարիների ընթացքում կորցնում է։ Այսօր Հայաստանում ավելի, այսպես ոչ պակաս ավելի լավ պայմաններով կարելի է աշխատանք գտնել։ Ну, հաշվի առնելով այն հավելյալ ծախսերը, որ դրսում անում են, ռիսկեր են վտանգները, բայց այս երևույթը կա եւ սրա մասին արդեն իշխանությունները շատ լուրջ պետք է մտածեն, որովհետեւ եթե այսօր մենք խոսում ենք Հայաստանի, ասա, զարգացման հեռանկարների, խոչընդոտների, որոնք են կարևորագույն խոչընդոտները, բաց այդ քաղաքականը, որը կա եւ որը ես ենթադրում եմ, որ մի օրում չի լուծվելու այս առաջկա տարիների ընթացքում 5-10 տարի շարունակվելու է։ Այստեղ կարևոր մենք բանի խնդիրների հետ ենք բախվում։ Մենք քիչ թե շատ որակյալ աշխատուժի բացակայության խնդրեմ ունենք։ Այսօր գնում ես օրինակ ընդորում շատ բարձր որակավորում չպահանջող աշխատանքների մասն է, շինարարական աշխատանքներ օրինակ։ Այստեղ քիչ թե շատ մասնագիտական կարողություններ ունեցողներ չկան։ Այսօր չկա, ուղղակի այո, դեֆիցիտ։ Այսօր գնացեք Սյունիք, այդ ծրագրերը, որ իրագործում են, չգիտեմ, դպրոցաշինություն, այն ինչ որ բան, ենթակառույցներ, ճանապարհներ, կամուրջներ, օտարներ են, շատ են օտարները։ Հայաստանում այդ մարդիկ չկան։ Արաբներ են, պարսիկներ են, հենց այսօր գնացեք տեսեք։ Ի՞նչն է խնդիրը, որ չեն աշխատում, պարոն Ասատրյան, այս երևույթը մեր տնտեսության մեջ արդեն առնվազն 5-6 տարի է կա ու շատ սուր, որը սկզբում կապիտալ ծախսերի վրա էր արտացոլվում շատ եւ այսօր էլ արտացոլվում։ Հա, ի՞նչն է խնդիրը, գուցե, չգիտեմ, ինչ որ ծրագրեր պիտի արվեն, չեն արվում, գիտակցումն է խնդիրը, որտեղից է դա գալիս։ Ամեն ինչ։ Եվ գիտակցումը, ընկալումը, այսօր մենք մի զանգված ունենք, հատված ունենք, որը չի էլ ուսում։ Բարարում են մի քանի կոպեկ, ասեն, նպաստով ու բանով։ Միջև հնարավորություններ պատկերացնելու հնարավորության բացակայությունը, որոնք ծրագրեր են, որոնք աշխատանք է կոնկրետ։ Առանցքային է այստեղ կան ֆունդամենտալ գործոններ կրթությունը։ Եկեք անկեղծ լինենք, մենք այս տարիների ընթացքում կորցրեցինք կրթական մեր պոտենցիալը եւ կրթելու մեր պոտենցիալը։ Մենք զարգացում այս հատվածները չեն ապրել կամ համարյա չեն ապրել։ Նահանջ շատ տեղերում։ Ես միշտ որ Իսկ այս տարիները, որ ասում եք, որ տարիներ նկատի ունեք։ Այս տարիները ասած 90-ականներից, ասենք մի 2 տարի կարող ես առաջ գցել, հա, 90-ականների կեսերից մինչև բականին վերջերս։ Ինչ որ հիմա ծրագրեր իրագործում են, բայց այդ համակարգը ինքը շատ պահպանողական է։ Մի օրում չի փոխվելու։
5-10 տարվա ջանքերը նոր կարող են արդյունք տալ։ Իմ կարծիքով Հայաստանի ամենակարևոր առանցքային խնդիրը կրթության խնդիրն է։ Կրթության եւ շարունակական մասնագիտական կրթության, միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունն այստեղ էլ է պատկերացնում։ Տեսեք, խոսում ենք IT ոլորտի զարգացման մասին։ Իհարկե շատ տպավորիչ է տեմպը, բայց մենք հասել ենք սահմանին։ Արդեն դաշտը չի ապահովում այդ մասնագետներին։ Այսինքն նրանց ավել չեն կաճելու։ Այս տեմպով չեն կաճելու, եթե ծրագրերը ինտենսիվ չդառնան։ Կան ինչ-որ բաներ լուծումներ տրվել են, բայց տեմպը իսկապես շատ բարձր էր։ Նախկինում կուտակված այդ պոտենցիալի կամ այն ավելցուկային որակյալ աշխատուժի այս շուկա մտնելու եւ աշխատելու շնորհիվ ապահովեց։ Հիմա այս խնդրի առաջ կանգնացենք։ Եվ դա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Տեսեք, մենք խոսում ենք IT-ի մասին կամ օրինակ շինարարության մասին, բոլոր անխտիր կամ տեխնիկական մասնագիտ լավ, այն ժամանակին այդ դուք չգիտեք, այդ սովետ ժամանակ բան կար, պրոֆտեխ կրթարաններ, ուսումնարաններ։ Մենք այդ միջին մասնագիտական բանը հատված ընդհանրապես կորցրել ենք։ Այսօր ասենք ամենամեծ խնդրեմը տնտեսության մեջ ում էլ խոսում ես, այդ հաստոցի վրա աշխատող այսպես տեխնիկա, զոդողից սկսած միջև բաներ, մի քիչ ավելի ոչ թե ձերքի աշխատանք անող, այլ մեքենայական եւ այլ, այս խնդիրները, այս ճեղքերը լուրջ են։ Պարոն Ասատրյան, տեսեք, ձեր ասածները բոլորը բնութագրում են Հայաստանի բնակչության կենսամակարդակը ու այդ նույն բնակչությունը հատկապես ընտրությունների նախաշեմին հերոստացույցով նաև մամուլի որոշ տեսակներով անդադ լսում եմ, որ տնտեսությունն աճում է, վարչապետն է խոսում, էկոնոմիկայի նախարարն է խոսում, ես մի հատված եմ առանձնացրել նիստերից մեկի ժամանակ եւ կարծում եմ այստեղ թվերով մանիպուլյացիա կա, կուզեի ձեր կարծիքը լսել։ Ուրեմն վարչապետը նիստերից մեկի ժամանակ նման հայտարարություն արեց, ասում է 2018 թվականից ի վեր հեղափոխությունից հետո Հայաստանում տնտեսությունն աճել է ավելի քան 50%-ով, ու այստեղ հնան արդեն մեկ շնչի հաշվարկներ են արել, ասում են, որ մեկ շնչին ընկնող հնան ավելի քան կրկնապատկվել է էլի հեղափոխությունից հետո։ Եթե 17-ին դա կազմում էր 3000 մոտ $900, 2025-ի հաշվարկներով, դե տարեկանը չեն, բայց նախնականը $9400, այսինքն 2.4 անգամ աճել է։ Եթե դրսի մասին այսպիսի մի հատ հայտարարություն լսեինք, կմտածեինք, ուրեմն այս տնտեսությունն աճել է, մարդկանց կենսամակարդակը բարձրացել է, որովհետև մենք սովոր ենք լսել, որ մեկ շնչին ընկնող հնան մարդկանց կենսամակարդակն է, չէ, բնութագրում։ Բայց եկեք հասկանանք մեր դեպքում ինչ խնդիրներ կա այս թվի տակ։ Չէ, նախ այս թվերը ավելի շատ դրսի հետ համեմատվելու համար են, հա, մեր պարագայում շատ տեղին կլներ մեզ համեմատել, ասենք Վրաստանի հետ, Ադրբեջանի անունը չեմ տալի, տեսեք, այս ընթացքում, եթե խոսենք այդ մեկ շնչին բաժին ընկնող, հա, բանը, հնան դոլարային արտահայտությամբ, այստեղ շատ կարևոր է, որովհետև մենք Վրաստանի հետ նմանատիպ իրավիճակում ենք գտնվում, այո, այդ աճը իսկապես եղել է եւ կազմելու է մոտ 9000, 9500։ Ասեմ, որ Վրաստանում այդ թիվը 10 մեկ շնչին բաժին ընկնողը, так, ուրա, թիվս կորցրեցի, հա, 11000։ Այսինքն համեմատական է սա, եթե մտնում ես բովանդակության մեջ, իհարկե ներքին… Դա 25 թվին է նկատի ունեք։ Հա, 25-26, $1500-ով բարձր Հայաստանից։ Այո, արդյունքը այդպեսին է լինելու եւ այստեղ կարևորը ինչն է, նախ ճիշտ չի ներսում խոսել դոլարային արտահայտության մասին, որովհետեւ հնան դոլարային արտահայտության իր մեջ ուրիշ բաներ էլ է կրում, մասնավորապես փոխարժեքի տատանումը, եթե ասենք 17-18 թվերի հետ է, չէ՞ համեմատվում։ Այո։ Ես մոտարապես հիշում եմ, այն ժամանակ փոխարժեքը մոտարապես $1 480 էր։ Այսօր մենք մոտավորապես կլորթիում 380, այսինքն ինչքան 25% շեղումը պայմանավորված է բանը, ասած փոխարժեքի տատանման, որը չի ասի, որ տնտեսության համար շատ լավ երևույթ է, որովհետև այս պարագայում գալիս են ուրիշ գործոններ, բանը, այս փոխարժեքի տատանումը արտահանման եւ ներմուծման վրա արտահանվող ճյուղերը այստեղ կորուստ են կրում, բանա ներմուծողները իհարկե շատ եւ այլ այս բազմաթիվ sense գործոններ են
այնպես որ ասել կրկին էլի այդ բոլոր իշխանությունները միշտ ուզում են ցույց տան ինչքան լավ են, ինչ հոգատար են, ժողովրդի մասին են մտածում, տեսնում ես, միշտ առաջ են բերում, որ բարեկեցությունը աճել է։ Բայց բարեկեցության աճի համար մենք շատ ավելի լայն պետք է մտածենք, որովհետև մենք ունենք մի հատված, եւ այդ հատվածը մեծ է, սոցիալական մի բավականին լուրջ շերտ, որը ակտիվ շրջանառությունից դուրս է։ Այն ինչի մենք մասին մենք խոսում ենք զարգացում, տնտեսական զարգացում, մասնագիտական զարգացում, այդ մարդիկ շատ հեռու են, կտրված են։ Իրենց առօրյան դա օրվա հացն է։ Օրվա հացը հայթայթելը ինչ որ ճղճին փոքր ինչ որ պահանջները բավարարել է։ Մենք եթե կարողանանք այդ հատվածը ակտիվացնել, շրջանառության մեջ բերել կամ այդ հատվածի մի որոշ մասը իհարկե այսինքն եթե աճը ներառական լինի, բոլորի համար լինի, նոր այս ցուցանիշը ասենք եթե խոսում ենք, ասենք, չգիտեմ, նույն հնայի աճը, այո, այդպես էլ կա։ Աշխատավարձների աճը, այո, մոտավորապես 2 անգամ նոմինալ աշխատավարձը աճել է։ Հա, նու այստեղ աճը մի քիչ պայմանական պետք է ասենք, որովհետև ցուցանիշն է աճել։ Միջին թիվ է։ Միջին թիվը ցուցանիշը աճել է, բայց մենք հասկանում ենք, որ այդ աճը պայմանավորված է նաև նրանով, որ բավականին լուրջ մասը ստվերից բերվածն է։ Այսինքն եթե իրական եկամուտները գնահատեիք նախկինում վարձատրության մասն է միայն խոսում, ավելի բարձր էր, քան վիճակագրությունը արձանագրում է, որովհետև չգրանցված աշխատավարձները Այսինքն նաև համադրելի էլ չեն ցուցանիշները։ Պետք է ընդունես, միշտ պետք է դնես, վերլուծես եւ փորձես գնահատել, որն է իսկապես զարգացումը, որը ուղղակի թվաբանական տեղաշարժ է։ Իհարկե, պարզ խոսում ենք, հասարակության մեջ լինի դա եկամուտը, լինի դա ստեղծված արդյունքը, այն ինչ որ իրականում ստեղծվում է, դա եւ հայտնի է, որ դրա որոշ մասը չի հաշվառվում վիճակագրական այդ մարմինների կողմից։ Այսինքն հիմա աճի մի մասը պայմանավորված է այդ հաշվառման, այսպես ստվերից դուրս բերելով պայմանավորված։ Հիմա պետք է մտածենք իրական բաների մասին եւ այստեղ մեր խնդիրը Հայաստանի ստեղծել այն բարվոք պայմանները, որը ձգողականություն առաջացնի այլոնց համար, այդ թվում նաև այս տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթածների, որովհետև մեր ներքին ժողովրդագրական պոտենցիալը գնալու ավելի թուլանում է։ Լավ ասցինք, ասենք 25 թվականի մասին, հա, որ ասա այս տեղաշարժերի միգրացիայի տարբերությունը, բայց հիմա մի հատ ուրիշ բան ասեմ, որ ձերից տակ այս թիվն էլ կար, մենք 25 թվականը մեր պատմության ոչ ամենավատ ժողովրդագրական զարգացումների իմաստով ոչ ամենավատ, բայց վատ տարիներից մեկն արելու։ Տեսեք, ամփոփում ենք եւ այստեղ տարին 25 թվականի մասին։ 25 թվականի մասին է։ Տարվա բնութագրերն են, արդեն տեսանի բնութագրերն են, որը փաստադառնալու նվազող, էապես նվազող ծնելիությունը, այն պարագան, որ բազմաթիվ այստեղ չէ, լուծումներ է տրվել, այն պարագան, որ մեծ ներհոսք ունեցանք Լեռնային Ղարաբաղից, կարելի ասել են, սոցիալական ծրագրեր են անում են, ժողովրդական ծրագրեր, բայց այդ պարագայում մենք 11 ամիսներ ասեմ, ծնունդները կրճատվել են մինչև 29000, այսինքն տարեկանը 31-32, 32 պոչով հուսում, այդքան կդառնա ծնունդը, որը համեմատ ասենք 23, 24, նո բոլոր տարիների էապես ցածր է։ Մի տարի կա, տեսնենք Հայաստանի իմ ակադեմիական մասնագիտությունը իդեպ ժողովրդագրությունն է, միշտ համար բան կա, էլի ձգողականություն։ Մենք այս նորագույն շրջանում Հայաստանի պատմության նորագույն շրջանում ամենացածր ծնելիության ցուցանիշը ունեցել ենք 2001, 2, 3 թվականներին այդ ժամանակահատվածում։ Հիմա նորից մոտենում ենք այդ վիճակին։ Այդ նորից մոտենալը պայմանավորված է ընդհանուր իհարկե վիճակով, ընդհանուր նաև այդ անորոշության որ կա, երկրորդը հենց 22-21 թվականներին ծնելիության մակարդակի անկումով, որովհետև այդ չծնվածները այսօր պետք է ամուսնանային, այո, իհարկե նաև այս պատերազմը, ավերիչ խայտարակես 20 թվական 44 օրը։ Մենք իրական կորուստներ ենք ունեցել, որոնք երիտասարդներ էին, որոնք այսօր պետք է ամուսնանային, պետք է երեխա ունենային եւ այլ։ Մահացության աճ ամենավատը իմ կարծիքով փաստացի է նա, որ էապես էական տոկոսով, մոտ 15%-ով նախորդ տարվա, նախորդ եւ
այս վերջի 2 տարիների համեմատ ավելի քան 15%-ով նվազել են ամուսնությունների թիվը։ Դες 25 թվականին եւ դրա հետ մեկտեղ մյուս վատ ցուցանիշը աճել են ամուսնալուծությունների թիվը, որը այսպես շատ լուրջ մտորումների տեղիք պետք է տա եւ ինչ որ քայլեր այս ուղղությամբ եւս պետք է անեն։ Ինչևէ, այսինքն ինչ պետական ծրագրեր պիտի լինեն, պիտի կառավարությունը գիտակցի, այդ գիտակցումը տեսնում եք մեր խնդիրների հենց կառավարության անելիքներն են։ Եթե ասենք որ ուրիշ ոլորտներում մենք պետք է ասենք որ մասնավորն է, չգիտեմ, այս այն հատվածն է, որտեղ պետական միջամտությունը առաջնային պետք է լինի, որը արվում է, ինչ որ բաներ արվում է, տենց չի, բայց սենց է էլի կուրտ ծեծել, որ այս ինչ լավ է, բան է, տեղին չի։ Եթե մենք այդ կուրտ ծեծելու մասն ենք խոսում, մենք պետք է ունենանք մեր նպատակային ցուցանիշները եւ ըստ այդմ խոսենք այդ լուծումների մասին։ Երկարաժամկետ, ասենք առաջիկա 10 տարիների ընթացքում ինչ պետք է անենք, որ Հայաստանը քիչ թե շատ բարվոք պայմաններում լինի եւ բարվոք պայմաններում լինեն նաեւ Հայաստանի քաղաքացիները։ Տեսանելի է, որ այս ծավալի հնայով, ասենք մենք մոտենում ենք 30 միլիարդ սահմանին, մեր հարևան Վրաստանը 40-59 է մոտենում, 40-ը անցել է, դե Ադրբեջանի մասին չեմ ասում, այնտեղ 80 միլիարդ։ Մենք այս պայմաններում պետք է փորձենք ցկտել այս սահմանին հասնելու, այսինքն երկարատև ժամանակահատվածում միջին տարեկան աճի տեմպը տնտեսության 8, ասենք, տոկոս, ոչ պակաս քան 8% պետք է լինի։ Ամեն անգամ, երբ որ տարին ամփոփում են, նույնը հիմա պետք է լիներ, 25 թիվ ամփոփել էին, այդ սաղ կառավարությունը պետք է նստեին, ոչ թե, ասենք, լավ պարտիավճարը իրանց է, թող լավ վարձատրվեն, դեմ չեմ, բայց թող իրական գնահատականը տան։ Իսկ իրականը ցավոք այն չկատարված, չլուծված խնդիրներն են, որոնք կան։ Իրականի ամենակարևոր հատվածը տնտեսականի իմ կարծիքով հետևյալն էր։ Դետել էի հանե բանի համեմատ ինչ էր, տեսեք, արտահանման ծավալներ։ Արտահանման ծավալները ծրագրավորված է այդ երկարաժամկետ զարգացման ծրագրով նախատեսված էր, որ անցած տարին պետք է փակեինք 11.5 միլիարդ դոլարով։ Փաստացին իմ կարծիքով կազմել է 8.5 չի հասնել։ Խոսքը բալանսի մասին է։ Հաշվեկշի մասին է, զուտ, ասենք, ներմուծում արտահանում տարբերության մասին, որը աճում է, իսկ այդ աճը, այդ տարբերության դիսբալանսը, դա լրացիչ ճնշում է տնտեսության վրա, ֆինանսական շուկայի, արժութային շուկայի իր բոլոր հնարավոր հետևանքներով, այդ ու նաև, ասա, արժեզրկման կամ ինֆլյացիայի հնարավոր բարձր տեմպեր։ Սա ռիսկեր են։ Սա ռիսկեր են, ասած են, որ կառավարությունը, նորմալ կառավարությունը պետք է նստել քատ-քատ։ Ոչ թե այսպես, ինչ լավն ենք բանել, ինչքան ենք մենք ասենց առաքյալներ ենք, բարեփոխիչներ ենք, ես ենք իրական խնդիրներ, որովհետև կներեք, բայց որևէ պաշտոնյայի կամ վարչապետի տնտեսությունը շատ չի լսում։ Հասարակությունը այո, արձագանքում է այն հարցադրումների, որ իշխանությունները անում են, բայց այնպես չէ, որ տնտեսությունը այսպես հլուհնազանդ լսում է եւ անում է այն ամենը, ինչ որ թելածում են իշխողները։ Այս իմաստով պետք է նստել, վերլուծել, որտեղ է այդ ճեղքը առաջացել, արդյոք այս ճեղքը ժամանակավոր է, թե ավելի բանը խորանալու է հետագայում իդեմը շատ լուրջ խնդիրների մեր առջև կանգնելը։ Այդ մտահոգվածությունը չեմ տեսնում։ Այդ բանը չկա, որը ցավալի է ուղղակի, որ չկա, որովհետև այս խնդիրները մեր խնդիրներն են, մեր երկրի խնդիրները։ Պարոն Ասատրյան, իրականում ձեզ հետ խոսելու բազմաթիվ հարցեր էի առանձնացրել, բայց մեր հարցազրույցը այսպես անընդհատ կերկարի։ Եկեք ես ձեզ վերջին ամփոփիչ հարց տամ, բայց պայմանավորվենք նորից հանդիպել, որովհետև շատ կարևոր հարցեր ունենք ավելացող պետական պարտ, ունենք գնաճ, որը քիչ-քիչ արագանում է, արկա բյուջետային հատված եւ այլն, բայց որպես ամփոփում, տեսեք, մեզ մոտ նախընտրական տարիուց դեռ անցած տարվանից նկատում ենք, որ իշխանությունները ինչ որ քայլեր են անում, որոնք ամենայն հավանականությամբ ուղղված են այս ընտրական տարում, հիմա էլ տեսնում ենք, ասում են թոշակների քարտերով առևտուր արեք 20% հետ կստանաք, անհուսալի վարկառուներին եկամտային հարկ են վերադարձնում եւ այլն։ Ընդհանրապես այս քայլերը ոնց եք գնահատում, սրանք կարճաժամկետ են եւ ինչ ազդեցություն կունենան եւ տնտեսական տեսանկյունից, երբ տարին ընտրական տարի է լինում, տնտեսության վրա դա ոնց է ազդում։ Չէ, նախընտրական տարի եւ մենք այդ վիճակում ենք, իհարկե բացական, այսպես ազդեցությունները աճելու են եւ այն ինչ որ մենք ունեցել ենք ոչ
ընտրական տարում այս տարի չպետք է լինի եւ այստեղ լրացիչ խնդիրներ է դնում։ Հիմա այդ միջոցների մասին իհարկե այսպես ընտրություն է, իշխողները փորձում են այսպես ինչ որ բաներ անել, բայց դրանց էֆեկտը շատ մեծ չի։ Ի վերջո տեսեք, նույն խոսենք, ասենք այդ կենսաթոշակի հավելումների մասին։ Հայաստանի Հանրապետությունն ունի շատ լուրջ համակարգային խնդրեմ։ Այն դրականը, որի մասին խոսեցինք, չգիտեմ, բյուջեի եկամուտները աճել են 2 անգամ, չգիտեմ, հնան, ինչքան ասում են համաձայն եմ։ Դες աշխատարձը այո 2 անգամ աճել է։ Կենսաթոշակը Հայաստանի Հանրապետությունում չնչին աճ ունեցել 7-8 տարիների ընթացքում։ Եվ սա առանցքային խնդիր է։ Խոսքը ըստ էության մի զգալի հատվածի ակտիվության մակարդակը բարձրացնելու մասին է։ Եթե ստանում են կոպեկներ, որոնք անգամ սպառողական զամբյուղ կամ այդ շրջանակներում լուծումներ չի ապահովում, սա պետք է մեկուսացված լինեն այն զարգացումներից, այն ասային խնդիրներից, որոնց մասին խոսում ենք։ Հիմա այդ հետ վճարը, այսքան տոկոսը դա գործիքներ են, որոնք այսպես չպետք է կիրառվեն։ Այստեղ ավելի շատ իբրև շոու է կիրառվում։ Ես հիշում եմ այն 90-ական թվականներին քննարկում էինք, ինչ անենք այդ դժանակ ստվերը շատ մեծ էր առևտուրվան, ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել եւ երկրների օրինակն էինք նայում, օրինակ Թուրքիան, հա, հենց այնտեղ էլ ստվերային մեծ շրջանառություն կար, ստվերից հետ բերելու առանձին ծրագրեր էին անում։ Ծրագրերի որակը սենց է, ծախսում ես, ներկայացնում ես հաշվետվություններ, իդեմս չեկերի բան եւ հարկային հետ վերադարձ է ստանում, բայց բյուջեից։ Այս դեպքում մեկ էս անում, մեկ արքա համակարգնա, չգիտեմ, 2% զեղ չանում, իրար շահերից իհարկե ելնելով, այդտեղ շահեր ունի, հա։ Եվ այս ամեն ինչը ներկայացնում է իբրև բարեկեցության մակարդակի աճ, ես համաձայն չեմ դրա հետ, այդպես չի։ Բերեք փաստերից խոսենք։ Փաստը այն է, որ այս տարիների ընթացքում, 7-8 տարիների ընթացքում, հա, կենսաթոշակների աճը եղել է 15-20%, մինչդեռ գնաճը եղել է գոնե 35%։ Մեծ թիվ չեմ ասում, այսինքն չեմ ուզում էլի թվերի մասին խոսենք, փաստը այն է, որ գնաճի տեմպերին համարժեք անգամ աճ չի եղել կենսաթոշակների։ Եվ կրկին վերադառնանք աշխատարձի։ Այո, միջին աշխատարձը Հայաստանի Հանրապետությունում աճել է մոտավորապես 2 անգամ, բայց կենսաթոշակները դուր են։ Եվ այլ այս խնդիրները համակարգված պետք է դնեն, որովհետև իրենց ազդեցությունը ընդհանուր զարգացումների վրա բավականին մեծ է։ Իսկապես մեծ է էլի։ Չի կարող, ասենք, մի հատված մոռացության մատնված պոզիտիվ ազդեցություն թողնի տնտեսական հնարավոր զարգացումների կամ գոնե այդ զարգացումների ընկալումների վրա։ Կրթությունը այդ խնդիրների վրա այս ազդեցություն թողում։ Համակարգված, ոչ թե լավ, բերեք լավ ասենք, ես կրկնում եմ, այդ ինչ որ լավ բան եղել է, դա Հայաստանինն է։ Դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, ոչ թե այս վարչապետի կամ մյուս վարչապետի, բայց վատը այսօր դաշտում գործող այո, իշխանությունների նախ եւ առաջ, ինչու՞ չէ, այստեղ կարելի է նաեւ այլ քաղաքական ուժերը, նույն ասենք պարլամենտ, ընդդիմությունը երբեք, չէ, գործողություններ չպետք է տնտեսական զարգացումներին դեմ ուղի, այդ բոլշևիկյան այդ մոտեցումը ինչքան վատ, այնքան լավ, չեմ կարծում, որ այս փոքր երկրներում, փոքր Հայաստանում կարող է տեղ ունենալ։ Մենք կան հարցեր, որ միասնական պետք է լինենք։ Այդ միասնական հարցերից իհարկե տնտեսական զարգացման այդ ներուժի խնդիրն է, որտեղ բոլորս էլ պետք է ջանանք։